տաս ժայռապատկերային մշակույթի մասին, ճիշտ է։ Երբ մենք հասկացանք, թե մեր նախնիները ժայռապատկերների միջոցով կարողացել ենք հասկանալ, թե ինչ մշակույթ են ունեցել, ինչ կենցաղով են ապրել, ճիշտ է։ Կցանկանենք ավելի շատ ուսումնասիրել այդ թեմաներ, մեր աչքերով տեսնենք այդ ժայռապատկերները։ Ինքերաշան իսկ կարող են ինքնան այդպիսի վայրեր, որտեղ կան ժայռապատկերներ։ Իհարկե կարող ենք, եթե Ընկեր Հակոբյանը դեմ չլինի մեզ հետ կազմակերպել, կարող ենք։ Բայց շատ հետաքրքիր կլինի։ Այո, Որտեղ կտանեք մեզ էքսկուրսիա։ դե օրինակ Սյունիք։ Մենք կարող ենք գնալ Սյունիք, որովհետև ես գիտեմ, որ այնտեղ կան շատ ժայռապատկերներ։ Շատ լավ որ Ընկեր Հակոբյանը հետ կազմակերպենք եւ կգնանք մեր աչքով տեսնելու այդ հնագույն մշակույթը։ Այլ ձեզ երեխաներ։ Այլ ձեզ։ Նստեք տեղավորների։ Նախորդ շրջանվա հետ կապված մենք խոսում ենք ժայռապատկերների մասին, չհասցրեցինք ամբողջությամբ ուսանողներ, երեխաներ։ Հիմա ես ուզում եմ հարցնել ձեզ, ունեք արդյոք հարց կամ ասելիք ժայռապատկերների հետ կապված։ Անվտանգ Սյունիք Ուխտասարի ժայռապատկերները դիտելու համար։ Այո, երեխաներ, ինչու՞ չէ։ Իսկ ով է ասել ձեզ Ուխտասարի ժայռապատկերների մասին։ Ընկերաշնորհն ասեց, որ հետաքրքիր բացահայտումներ կանենք մեր նախնիների մասին։ Այո, երեխաներ, իրականում ժայռապատկերները դրանք կարծես թե պատկերասրահներ լինեն քարերի վրա, բաց երկնքի տակ, որովհետև հնում նույնպես եղել են շատ տեղացի մարդիկ, մեզանից հազարավոր, տասնյակ հազարավոր տարիներ գիտնականներ են եղել, որոնք գիտնական լինելուց բացի քրմնական պաշտոն են զբաղեցրել, եղել են նկարիչներ, եղել են քարակող վարպետներ, որոնք քարերի վրա փորագրել են համաստեղծությունների աստղեր, փորագրել են տարբեր լուսնային օրացույցներ, կենդանիների պատկերներ եւ կար նաեւ ժայռապատկերների վրա մեզանից հազարավոր տարիներ առաջ հայկական լեռնաշխարհում ապրող մարդու կենցաղը, սովորույթները, բարքերը, այդ ամբողջը մենք կարող ենք տեսնել այդ քարակող պատկերների վրա։ Իսկ ինչու հենց Ուխտասար պատահական չի ասել ընկերաշխենը, որովհետև Ուխտասարում այդ փոքրիկ տարածքում կան հազարավոր այսպիսի ժայռապատկերներ։ Առհասարակ ժայռապատկերները սփռված են հայկական լեռնաշխարհի բոլոր վայրերում, բայց հատկապես Ուխտասարում դրանք մեծ քանակությամբ են եւ ձեր աչքը միանգամից կզարնի հազարավոր այսպիսի պատկերների, որոնք փորագրված են ժայռերի քարերի վրա։ Այսքանը։ Ժայռապատկերների ուսումնասիրության հետազոտման հարցում մեզ շատ օգնեց հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Աննա Խեչոյանը, որը անցամբ եղել էր անգլիացիների հետ ուրեմն Ուխտասարում եւ կատարել էր պեղումներ, սակայն այսօր Ուխտասարը ահի ադրբեջանական սահմանային գիծ է եւ գործնականում հնարավոր չեղավ այնտեղ կատարել դիտարկումներ, ուստի մենք Սյունիքում այլ վայրերում եղանք եւ փորձեցինք այլ վայրերի ուրեմն ժայռապատկերները բացահայտել։ Հայաստանում առաջին հնագիտական ժայռապատկերների այսպես կարելի ասել հավաքածուն ունեցել է եւ ստեղծել է կամ ուսումնասիրել է Աշխարհաբեկ Քալաթարը։ Նա հիմնականում ուսումնասիրել է 20-ական թվականների հայկական ժայռապատկերները։ Նա իր կյանքի մեծ փուլ է անցել, որպեսզի կարողանա դրանք հավաքել եւ ստանալ մեկ ամբողջ փուլ։ Եվ ցավոք այդ ամբողջը հավաքելով մեզ է հասել ընդհանրապես Մատենադարանի շատ քիչ արխիվային մաս, նաև շատ մեծ հետազոտություններ են կատարվել նրա կողմից եւ հենց նրա կողմից են բացահայտվել հին հնագիտական ժայռապատկերների հմտության գաղտնիքները։ Հայաստանի ժայռապատկերների մի առանձնահատկությունն այն է, որ գունավոր նկարներ գրեթե չկան։ Չնայած գտնվել են մի քանի նկարներ, որոնց հետքերը մեզ ցույց են տալիս, որ նախկինում նկարները ներքվել են հանքային գույներով, օրինակ կոխրայով, իսկ ամբողջական գունավոր նկարներ չեն պահպանվել։ Այսպիսով, քայլ դարից հետո, երբ մարդիկ սկսեցին զբաղվել անասնապահությամբ եւ հողագործությամբ, արվեստն ավելի զարգացավ եւ ավելի զարգացավ նաեւ գույները, առաջանցան ավելի շատ գույներ, դեղին, կապույտ եւ այլն, եւ այն դարձավ ավելի տարբեր եւ հետաքրքիր։
պատկանում մակերեսային փորձեմ ողջի տեսարում փորագրված ժայռապատկերների խմբակային տեսակների հասմանի կատարելության դա գերազանցում է պալեոլիթիկ գլուկոտոսների ի հայտ եկալի մինորդից կոմպոզիցիոնը բազմաֆիգուրը։ Հայաստանի ժայռապատկերների հայտնագործությունների վայրերը կարելի է դասել հին ժամանակաշրջանի նշանավոր հուշարձանների թվին։ Նրանց գտնվելու վայրերը ենթարկվել են որոշակի օրինաչափության։ Նրանք գրավում են հսկայական տարածքներ և ավելի հաճախ դիտվում են Արագածի բարձրադիր լանջերին կամ քարանձավներում, Եղամա լեռների ոչ խոր լեռնային լանջերին և Սյունած լեռներում։ Մամիդ քանի կտրելու են։ Ժայռապատկերը պատկերակ գաղափարած իր արձանագրություններ են, ապա ինչպես կրթության ցանկացած ձևի արձանագրողը պետք է արձանագրեր իր լեզվի բառապաշարը։ Պատկերագրության մեջ գրի հնչյունական կազմակերպության հիմքում դրվում էր հնչյունական ռեբուսի սկզբունքը։ Վերացական հասկացության արտահայտող բառը հնչեցնելու համար պատկերում էին այդ բառին համահունչ անվանում ունեցող առարկայի պատկեր։ Եթե երկու բառ համանում են տվյալ լեզուն, ապա այդ համանունությունները միայն այդ լեզվի առանձնահատկությունն է և չի կրկնվում միայն օրինակ անգլերենով բառը միաժամանակ նշանակում է ցանել և խոսք, կամ you, դու, դուք, կամ իվի ոչխար բառերի հնչողությունը բացարձակ նույնական է, և այս բառերը համահունչ են միայն անգլերենում։ Եթե ժայռապատկերներ նկարող անգլիախոս լիներ, ապա նա դու դերանունը հնչեցնելու համար պիտի նկարեր ոչխար։ Պատմական Հայաստանի տարածքի այսօր հայտնի և ծագումնաբանորեն ամենահին ու ամբողջական հնագիտական նյութը ժայռապատկերներն են։ Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերները իրենց ծավալով, կատարմատներ շնորհքով, նկարների բազմաքանակությամբ և հյուզիների բազմազանությամբ չունեն իրենց նմանակը։ Միաժամանակ հայկական ժայռապատկերները որոշ առանձնահատկություններ են թույլ տալիս և մենք կարող ենք ենթադրել, որ հայկական ժայռապատկերները օգտագործվել են ինչպես գիր փոխանցելու և ծիսական և հոգևոր արարողություններ կատարելու համար։ Ցավոք սրտի այժմ հետազոտվել են հայկական ժայռապատկերներ և հին աշխարհի գրային համակարգային առնչությունները։ Նախնադարյան նկարիչը պատկերներ դրոշեց ցուցադրել և կենդանիների շարժումները։ Բանավորությունը որսալու և արտահայտության մեջ հաճախ այծի մարմինը պատկերված է իրար միացված եռանկյունների ձևով, որը տալիս է ծավալային արտահայտություն և միաժամանակ պատկերում նրա շարժումը։ Չափազանց ուժգրավ են նաև այծի եղջերուները ու պոչը մի կամարով միացված պատկերները, որոնց նույնպես կարող են դիտվել որպես նկարիչ ոճական հանրամուտության դրսևորություններով։ Պատկերները վաղ ժամանակաշրջանում օժտված են 3 գծերով, որոնք աստիճանաբար կորցնելով իրենց տեսքը ստանում են երկրաչափական ֆիգուրաների տեսքեր։ Մինչև այսօր անհայտ է ժայռապատկերների տարիքն ու ծագման առեղծվածը։ Այս խնդիրը այսօր վերջնականապես լուծված համարել չի կարելի, չնայած որ նախնադարյան մարդու կյանքի պատմությունը լուսաբանելու համար ժայռապատկերների պակաս կարևոր չեն։ Հայաստանում ժայռապատկերների հայտնաբերվել են ոչ միայն Արագածի լանջերին, Եղամա լեռների տարբեր վայրերում։ Ծագման նախնական փուլում, երբ դեռ չկային գրել և գիր գաղափարները, մարդիկ գրելու գործողությունը պետք է ցույց տային ինչ-որ տարբեր պատկերներ շարժելով, խազելով, ինչպես այստեղ օրինակ խազելով, գծելով և այլ միջոցներով։ Պետք է ենթադրել, որ շումերերեն SR և եգիպտերեն SR և ZR բառերը հենց սկզբնականից իմաստով նշանակել են շարել կամ սարել բառերը։ Նաև ժայռապատկերների վրա շատ վերացական նշաններ կան, որոնք շատ հայտնի են Ուխտասարում, որոնք հենց թվով 200 են։
Դեռևս 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարերի սկզբերին կարծիքներ են հայտնվել, թե շումերական եւ եգիպտական քաղաքակրթություն ստեղծողները Հայաստանի լեռնաշխարհի բնիկներն են։ Նախկինում պատշաճ ուշադրության չարժանացած այս տեսակետը ներկայումս ունի պատմական անհերքելի հիմնավորումներ։ Վերջին մի քանի տասնյակների Հայաստանի պատմական տարածքում կատարած պեղումների արդյունքները ապացուցում են, որ Եփրատ եւ Տիգրիս գետերի վերին հոսանքներում Քրիստոսից առաջ 12-ից 7-րդ հազարամյակներում գոյություն է ունեցել զարգացած երկրագործությունը յուրացրած եւ տաճարների կառուցվող միասնական մշակույթ։